24 թվին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է Հայ-Աքվե ազգային քաղաքացիական միավորման վարչության անդամ Աննա Կոստանյանը։ Բարև ձեզ Տիկին Կոստանյան, շնորհակալ եմ մեզ հյուրընկալվելու համար։ Խոսենք օրերս քննչական կոմիտեի որոշումից, քննչական կոմիտեն 7 եպիսկոպոսների նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցել, որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը։ Այսօր տեղեկացանք, որ Մայրաթորի դիվանապետ Աշակ Սրբազանի կալանքը 2 ամսով երկարաձգվեց եւ սահմանափակումները նույնն մնացել, միայն փոփոխվել է քրոջ եւ երեխաներին տեսնելու հնարավորությունը։ Այս ամեն ինչ բացատրություն ունի, նոր թափ է ստանում արդյոք եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը, նոր կալանավորումներ, նոր ձերբակալություններ կարող ենք տեսնել, ինչ է սպասվում։ Միանշանակ սա զարգացման փուլն է, բայց չի ասի թե կուլմինացիան է, որովհետև պարզ է, որ յուրաքանչյուր միջոց գործող ռեժիմը ներդնելու է, որպեսզի եկեղեցական ուրեմն այս արշավը իր հանգուցալուծմանը հասցնի։ Հանգուցալուծումն է բնականաբար կաթողիկոսի անձի շուրջ վերջնակետն է լինելու։ Այս փուլում գլխավոր նպատակը եպիսկոպոսատ ժողովը կասեցնելն է, ու մենք տեսնում ենք, որ մի քանի հոգևորականների օրերս քննչական կոմիտե կանչելով եւ երկրից բացակայելու վերաբերյալ արգելք դնելու այդ որոշումը հենց այս նպատակին էր ուղղված։ Ես կարծում եմ, որ սպասել, որ ինչ-որ պահի գործող ռեժիմի ղեկավարը կանգ է առնելու, չէ, նա շատ լավ հասկանում է, որ մտել է մի պրոցեսի մեջ, որը մինչև վերջ պիտի տանի եւ դա ունի շատ կոնկրետ նպատակներ եւ մասնավորապես նպատակներից ամենաառանցքայինը դա դրսից եկող ազդակներն են։ Մեր այս պահին գործող ռեժիմի բարեկամական երկիր հանդիսացող Ադրբեջանի, բայց հայ ժողովրդի թշնամի հանդիսացող Ադրբեջանի Հանրապետության կողմից եւ նրա նախագահի կողմից եկող ուղղորդումները։ Ես կարծում եմ այս պահին ինչու է ձգվում նախ, հա, այս եկեղեցական արշավը, ես կարծում եմ ձգվում է, կարծում եմ ձգվում է, իշխանությունը ունի բոլոր գործիքակազմերը եւ հստակ կարող է տիրապետել տարբեր ինֆորմացիաների, ընդ որում այդ ինֆորմացիաները փորձը ցույց է տվել, որ կարող է տարբեր ժամանակահատվածներում կարկատել իր ուզած ձևով խմբագրել, վերախմբագրել եւ նույնիսկ հորինել, որպեսզի կարողանա իր ուզած նպատակին հասնել։ Ձգում են, որովհետև այսպես փորձում են կոտրել հանրային դիմադրությունը։ Տարբեր տարիների ու նաև վերջին սոցիոլոգիական հարցումներով դեռևս եկեղեցին շարունակում է մնալ ամենաբարձր հեղինակությունը ունեցող ինստիտուտը փաստացի Հայաստանում եւ որևէ քաղաքական գործիչ, որևէ քաղաքական միավոր փաստացի այսօր չունի այդ բարձր հեղինակությունը։ Հենց սա է պատճառը, որ իշխանությունը փորձում է ժամանակ ձգելով կոտրել նաև հանրային դիմադրությունը, հանրային աջակցությունը։ Այսինքն եթե միանգամից գործողություններ արվեր, նաև կարծում եմ այո, արձագանքին բնականաբար եւ մի քանի փորձ դա արդեն իսկ ցույց է տվել, սկսած հենց Սրբազան շարժման օրերից, երբ ժողովուրդը մոբիլիզացավ, կոնսոլիդացվեց Տավուշում, այնտեղից սկսելով Սրբազան շարժումը, նույնիսկ հրապարակում հավաքված ժողովրդական զանգվածի տարբեր շերտերը ցույց էին տալիս, որ սա բացառիկ հնարավորություն է, որտեղ հավաքվել են այն մարդիկ, ովքեր նույնիսկ իրենց գաղափարական սուր հակադրություններով էին հայտնի, բայց մարդիկ եկել էին հանուն ինչ-որ մի գաղափարի, հանուն պայքարի, հանուն Հայաստանի Հանրապետությունը ազատագրելու։ Այդ ոգին հիասթափության ճանապարհով տարբեր մեթոդներով փորձեցին կոտրել եւ հիմա էլ փաստացի նույն process-ն է տեղի ունենում, մինչեւ վերջնականապես կարողանան այնքան խորացնել այդ հիասթափությունը, որ սովորական քաղաքացին պարզապես չուզենա որևէ կերպ, նույնիսկ եթե կոպիտ օրինակով ասեմ, ադրբեջանցին փողոցում վատ ինչ-որ ոտնձգություններ Հայաստանի Հանրապետության քաղաքացու հայի հանդեպ դրսևորի, նույնիսկ այդ պարագայում միգուցե քաղաքացիները չուզենան դուրս գալ եւ հակադրություն ցույց տալ։ Ընդ որում դրա փորձը կա։ Մենք լրատվականներով տարբեր ժամանակահատվածներում տեսնում ենք կասկածելի անձանց առկայությունը Երևանի փողոցներում, որոնք անխոչնդոտ շրջում են քաղաքում եւ չի բացառում, որ ինչ-որ մի օր հենց Երևանի կենտրոնում նրանք նեգատիվ վարքագիծ ցույց տան, որ ինչ-որ որակումներ չանեն։ Ադրբեջանցիների մուտքը թույլ տալ նաեւ։ Իհարկե, կարծում եմ, բազմաթիվ դեպքեր են եղել, այլի լրատվականներով տարածված։ Այսօր առավոտյան էլ նույնիսկ կարդում էի, հանրային քաղաքական գործիչներից մեկը տարածել էր, որ տաքսու վարորդը պարզվել էր ադրբեջանցի էր եւ
ազատ հայկական համարանիշներով մեքենայով ուղևորներ էր տեղափոխում։ Չի բացառվում։ Իսկ կոնկրետ եկեղեցու հետ կապված ինչու են ուզում անպայման խոչընդոտել, որպեսզի եպիսկոպոսատ ժողովը չկայանա, ինչ էր դա տալու, ինչ էր դա փոխելու, որ այդքան անհանգստացնում էր իշխանությանը, մասնավորապես Փաշինյանին, որ քննչական կոմիտեն կանչեց նրանց 7-ին էլ եւ այնպիսի արգելք դրեց, որ իսկապես չկարողանան երկրից գնալ։ Տեսեք, նախ եկեք ընդունենք մի հանգամանք, որը կարող էր Փաշինյանին վախեցնել, որ այդ ժողովը տեղի ունենալու եվրոպական երկրներից մեկում, որը ինքնին արդեն մտահոգություններ կարող է առաջացնել հենց Փաշինյանի մոտ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ եվրոպական տարբեր երկրների կողմից նա ունի այսպես առայժմ ընդգծված աջակցություն։ Եվ մյուս կողմից նաև մի հանգամանք, որ շատ անգամ մենք բաց ենք թողում մեր ուշադրությունից, եվրոպական ոչ բոլոր երկրները եւ եվրոպական ոչ բոլոր քաղաքական ուժերը եւ քաղաքական միավորները կողմ են այն process-ին, որը տանում է այսօր Փաշինյանը։ Փաստացի մի քանի երկրների կառավարություններ, մասնավորապես Ֆրանսիան, հանձին իր նախագահի աջակցություն հայտնելով դեռ չի նշանակում, որ ամբողջ եվրոպական համայնքը կողմ է Հայաստանում եկեղեցական այս արշավին։ Օրինակ հայաքվե քաղաքացիական միավորման ներսում ձևավորվել է արտաքին կապերի մի հանձնախումբ, որ տևական ժամանակ աշխատանք է տանում նաև արտաքին գործընկերների հետ, ինչի համար մենք փորձում ենք օբյեկտիվ տեղեկատվություն փոխանցել մեր գործընկերներին, ովքեր միակ խողովակը տեղեկատվական փաստացի հանդիսանում է այսօրվա գործող իշխանության պաշտոնական հայտարարությունները եւ բացարձակ պատկերը բարձ չէ, հա, ինչ է տեղի ունենում։ Հենց այս ամենից ելնելով, ես կարծում եմ, որ միայն այն հանգամանքը, որ եպիսկոպոսատ ժողովը տեղի է ունենալու եվրոպական երկրում, սա կարող էր արդեն վախ առաջացնել իշխանության հանդեպ եւ սա ենթադրություն չէ։ Փաստը այն, որ արգելանք դրվեց հոգեվորականների հանդեպ երկրից դուրս գալու համար։ Նրանց գալն էլ փաստորեն խնդրահարույց կարող է լինել եւ դրա համար հետաձգվեց։ Այո, կարծում եմ նույն պատճառաբանությունն է սրա հիմքում ընկած, նույն կերպ էլ նաեւ կարող են ուղղակի օդանավակայանում կասեցնել այնտեղից տարբեր հայ հոգեվորականների մուտքը Հայաստան։ Եվ դա որևէ կերպ հնարավոր չի խոչընդոտել, այսօր մենք գիտենք գործող իշխանությունը ինքնաիրավչություն է իրականացնում, անում է ցանկացած բան, որ իր քիմքին հաճելի է եւ իր նպատակների շահերից է բխում։ Եվ միջև ուր կարող է հասնել, կարծում եք, եւ արդյոք հակազդեցությունը բավարար է կամ արդյոք չպետք է հակազդեցություն լինի, թե պետք է սպասել, տեսնել ինչ է անում։ Կամ վերջից նախ կարծում եմ, որ սպասելու բացարձակ անհրաժեշտություն չկա եւ միշտ պետք է քայլեր ձեռնարկեն եւ այդ քայլերը պետք է նախաձեռնողականությունը պետք է գա բնականաբար ընդդիմադիր դաշտի կողմից։ Հատկապես այն քաղաքական ուժերի եւ գործիչների, որ հախուռն ձևով պատրաստվում են առաջիկա հերթական խորհրդանական ընտրություններին։ Տեսեք, եւ սպասելի եւ անկախատեսելի են այս ռեժիմի քայլերը։ Ընտուք մինչև ասենք օրինակ ես սպասում եմ կաթողիկոսի ձերբակալություն էլ, որ կարող են իրենց թույլ տալ, առանց հաշվի առնելու նաև միջազգային հանրության վերաբերմունքը, դիրքորոշումները եւ այսպես ասած հակազդեցությունը։ Դա իրենց չի հետաքրքրում, որովհետեւ իրենք ավելի շատ հավակնում են թուրք-ադրբեջանական տանդեմի աջակցությանը, իսկ մենք գիտենք, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի իշխանությունների կողմից ամենաբարձր մակարդակով նրանք ունեն աջակցություն, նույնիսկ խորհրդանական ընտրություններին ընդառաջ։ Ինչ է սա նշանակում, որ եթե օրինակ Փաշինյանի վարկանիշը այս ամբողջ ժամանակահատվածում պատմական մինիմումի հասնի, այս երկրները ամեն գործիքակազմ օգտագործելու են, որպեսզի նրան աջակցություն ցուցաբերեն, որովհետև եթե Հայաստանում իշխանություն փոփոխվի, թուրք-ադրբեջանական տանդեմի մեծ, այսպես ասենք, գլոբալ պլաններին, դա միանշանակ խանգարելի է։ Բայց ինչպես պետք է նրանք աջակցեն Փաշինյանին ընտրություններին։ Գիտեք ինչ, այսպես առերևույթ միգուցե մենք այդ աջակցությունը չտեսնենք, բայց եկեք վերհիշենք, որ 2012-13 թվականներից տարբեր ժամանակահատվածներում եւ մասնավորապես նախկին իշխանության ուրեմն կառավարման շրջանում շատ արդյունավետ ձևով եւ Թուրքիան եւ Ադրբեջանը ծրագրեր են իրականացրել Հայաստանի Հանրապետությունում, անարգել գտնվել են Հայաստանում տարբեր հասարակական, ինչու ոչ նաև քաղաքական գործիչներ, ովքեր արդյունավետ կապերի մեջ են եղել
հանրային եւ հասարակական գործիչների հետ ոչ ոք չի խոչընդոտել եւ ոչ ոք դրա մասին գուցե չի իմացել կամ ուշադրություն չի դարձել։ Իսկ հիմա ով է ասել, որ նրանք չեն կարողանալու նույն կերպ, երբ որ ունեն Հայաստանում իրենց համար ցանկալի իշխանություն Հանձին Փաշինյանի, այդ նույն գործողությունները իրականացնել։ Այսինքն քարոզչական տիրույթ եւ քարոզչական եւ ինչու ոչ տարբեր հասարակական գործիչների միջոցով, ովքեր խաղաղության, այսպես պրոպագանդան են շատ նուրբ ձևով հայ հասարակության շրջանում իրականացնում։ Ու եկեք չմոռանանք, որ բոլորովին վերջերս Եվրոմիության կողմից Հայաստանի Հանրապետությանը հատկացվեցին խոշոր միլիոնավոր եվրոների գումարներ, որոնք բացահայտ կերպով ասում են, որ ուղղելու են Հայաստանում պրոպագանդիստական ուժերի աշխատանքը կասեցնելուն։ Ինչ է սա նշանակում, որ եթե ինչ-որ մի փուլի իրենց համար ոչ ցանկալի թեզեր տարածվեն հասարակության մեջ եւ տեսնեն կշեռքի նժարը սկսում է տատանվել ավելի ազգային քաղաքական ուժերի կողմը, հանգիստ այդ միջոցները կարող են ուղղել այդ ուժերին չեզոքացնելու ուղղությամբ։ Հիմա ով է ասել, որ նույնը չի կարող անել Թուրքիան կամ Ադրբեջանը։ Ոչ մի սցենար չի կարելի այս մասով բացառել։ Եվ կարծում եմ, այս ընթացքում մինչև խորհրդարանական ընտրությունները ամենաառաջին եւ կարևոր տնային աշխատանքը, որ պիտի անի ընդդիմությունը, փորձել հնարավորինս խոշոր կոալիցիա կամ կոալիցիաներ ձևավորելն է, համագործակցություն։ Մի բան շատ հստակ պետք է հասկանալ, հա, Հայաստանի Հանրապետությունում մոտ 3 միլիոն մարդ հնարավոր է ունենա տարբեր կարծիք։ Այս 7-8 տարիների ընթացքում մեր քաղաքացիներին համոզել են, որ իրենք 3 միլիոն վարչապետեր են, որ իրենք ունեն իրենց անձնական կարծիքը դիմացինին պարտադրելու իրավունք, որ իրենք յուրաքանչյուրը, ովքեր բացարձակ կապ չունեն հանրային քաղաքական դաշտի հետ, կարող են զբաղվել քաղաքականության հետ եւ կարող են ուղղորդել։ Քաղաքական ուժերը ինչ պետք է անեն, այս ամբողջ բաժանված մասերի, հազարավոր մասերի բաժանված հանրային քաղաքական դաշտը փորձել կոնսոլիդացնելն է, վեր կանգնելով սեփական անձնային մեծ ամբիցիաների։ Բայց կարծես թե այդպես էլ արվում է։ Այդպես արվում է, սակայն տեսեք ինչ հետաքրքիր ճակատներով կգործեն։ Այդ մասին, որովհետև շատերն են խոսում, նշանակում է կա այդ քննարկումները։ Քննարկումները բնականաբար կան, վերջնական որոշումներն էլ օբյեկտիվ է, որ այս փուլում դժվար թե այսպես վերջնական հանգուցալուծման հասնեն, բայց մերթընդմեր զգացվում են որոշ, այսպես ասած, ցեցեր, որ հայտնվում են մասնավորապես սոցիալական ցանցերում, երբ փորձում են քարոզչական խմբերով որևէ մի անձի ուղղությամբ տանել աջակցությունը, տպավորություն, փուչիկ տպավորություն ստեղծելով, թե տվյալ անձը ունի մեծ, այսպես հանրային լայն զանգվածների աջակցությունը, ինչը որ այդպես չէ։ Ես պարզապես հորդորում եմ հանրային եւ քաղաքական գործիչներին չխաբնվել այդ սոցիալական մեդիայում ստեղծված փուչիկի տպավորությանը եւ փորձել ավելի հողի վրա գործ անելով եւ հանրության հետ աշխատանք տանելով փորձել ստեղծել սեփական իմիջը համագործակցային պայմաններով։ Համագործակցային, որովհետեւ ի վերջո տեսեք վերջին 30 տարիների Հայաստանի Հանրապետության քաղաքական դաշտի այս ապականված վիճակը, նաեւ նախորդ իշխանությունների գործող մասնավորապես իշխանության պետության կառավարման տապալումը ցույց են տալիս, որ մենք դասական ճանապարհով գնալու իրավունք չունենք, դասական քարոզչական ծուղակների մեջ ընկնելու իրավունք չունենք։ Մենք, եթե ուզում ենք ի վերջո ապագայում կամ մոտ ապագայում վաղ ունենալ նորմալ պետություն, ոչ ծնկած, արժանապատիվ դիրքերից արտաքին աշխարհին հանդես եկող իր իրավունքը պահանջող, իր իրավունքը պաշտպանող, մենք պետք է փորձենք այդ հանրային կոնսոլիդացիան adekvat ձևով իրականացնել առանց անձնական կամ միջանձնային շահերը առաջ տանելու։ Հիմա դուք ասում եք, ոչ թե պետք է ընտրություններին հախուռն պատրաստվեն, այլ նաև փողոցային պայքարը։ Այսինքն մեկը մյուսին հակադրել պետք չէ։ Կարելի հակադրել։ Եվ ինչու է հիմա փողոցը դատարկ։ Ցուրտ է, ասեն հանրային քաղաքական գործիչները։ Դե միջև ծրտերն էլի այնպես չէ որ։ Հա, տեսեք, լիքներ փողոցները կամ դատարանների առջև մենք տեսնում ենք դատական գործընթացներ են ընթանում, սրբազաններ են դատվում, բայց առանձնապես մեծ թվով մարդիկ մենք չենք տեսնում դրսում։ Տեսեք, հասարակությունը ժողովուրդը ինքնակազմակերպվելու մեջ
գերազանցիկ չի կարող լինել, այսինքն Շատ մենք չենք անգամ կարող նույնիսկ չեն էլ սպասել։ իմանում, որ նման բաները տեղի Նույնիսկ ունենում։ հանրային քաղաքական գործիչները շատ ժամանակ չեն իմանում դատական ինչ process-ներ են տեղի ունենում, որովհետև հստակ կազմակերպվածություն չկա։ Այսինքն մարդկանց պետք է կազմակերպել եւ նրբանկատ ձևով ուղղորդել process-ների, ի վերջո դա նրանց իրավունքն է եւ նրանք պետք է տեղյակ լինեն, որ իրենք իրավունք ունեն սահմանադրական այդ իրավունքից օգտվելու, այդ իրավունքը իրացնելու հնարավորությունը օգտագործելուց։ Այնպես որ նաև շատ, այսպես ասեմ, քննադատելի է այն վարքագիծը, որ որոշ հանրային քաղաքական գործիչներ մեղադրում են հասարակությանը ապաթիայի մեջ, հետաքրքրված չլինելու, անտարբերություն ցուցաբերելու կամ նախաձեռնողականություն չցուցաբերելու։ Իրենք հենց այդ կազմակերպվածությունը պետք է ապահովեն եւ իրենք պետք է հանրությանը տարբեր շերտերին մոբիլիզացնելով ուղղորդեն process-ների։ Ընտրություններին կարծում եմ, տեսեք, օրինակ ինքս շատ հետաքրքիր դիլեմայի մեջ եմ, արդյոք արժե պետք է մասնակցել ընտրություններին, թե ոչ, որովհետև ի վերջո այդ ընտրությունները կազմակերպելու է գործող տապալված եւ մեր պետության տարբեր մասերը հանձնած իշխանության կողմից։ Մասնակցությունը մի կողմից լեգիտիմացնում է նրանց, հավելյալ լեգիտիմություն է տալիս, որպեսզի նրանք, այսպես ասենք, իրենց գործիքակազմերը, պետական լծակները օգտագործելով կազմակերպեն մի ընտրություն, որը ի սկզբանե կարելի է կասկածի տակ դնել, բայց մյուս կողմից էլ որն է այն ալտերնատիվ տարբերակը, որով կարելի է գոնե թե փորձել ապահովել ընտրական միջավայր կամ իշխանափոխություն անել։ Ալտերնատիվը փողոցային պայքարն է եւ մեկը մյուսով բացառել չի կարելի, եթե կա հնարավոր է զուգահեռ process-ներ իրականացնել, ապա դա պետք է անել։ Արդյոք կա դրա ներուժը, բավարար ռեսուրսը, կամքը, ժամանակը բավարար է, 4 ամիս կա ընտրությունների։ Ժամանակ միշտ չկա, միշտ պետք է դա ելակետ։ Իհարկե քիչ չի։ Ժամանակ միշտ չկա ու եթե մենք առաջնորդվենք եւ ելակետ ընդունենք, ժամանակ չկա ձևակերպում, ապա ոչինչ չպետք է անենք։ Ժամանակ չկա արդեն 2023-ի Արցախի վերջնական օկուպացիայից հետո։ Հետևաբար այս երկու process-ները պետք է զուգորդվեն, օգտագործել բոլոր հնարավորություն։ Այստեղ ուրիշ հարց է, արդյոք այդ կամքը կա թե չէ, ցանկությունը կա թե չէ։ Կան ուժեր, որոնց մոտ չկա այդ ցանկությունը։ Մտածում եմ, որ ընտրություններով իշխանափոխություն կլինի։ Տեսեք, կարծում եմ այնքան ինքնավստահություն ունեն, որ մտածում են, բայց միևնույն ժամանակ չպետք է նաև ոտքերը հողից կտրել, որովհետև պատկերը մի փոքր այլ է։ Սոցիոլոգիական հարցումները տարբեր ուժերի կողմից արվող լիարժեք էլի օբյեկտիվ պատկեր չի կարող ստեղծել։ Ինչ որ տպավորություն, ինչ որ պատկերացումներ կարող ենք ունենալ, բայց դա լիարժեք պատկերը չէ, որովհետև ամբողջ հասարակության շրջանում չի արվում այդ հարցումները եւ մենք կարող ենք ընդհանրապես փորձել որոշակի կանխատեսումներ անել։ Հետևաբար բոլոր քաղաքական ուժերը նաև ելակետ դա պետք է ընդունեն, որ միայն իրենց կողմից պատվիրված սոցիոլոգիական հարցումները իրենց վարկանիշի մասին լիարժեք պատկերը չեն ստեղծում։ Իսկ ՀՊ-ն կարծում եք ինչ տրամադրությունների մեջ է, արդյոք անհանգստություններ կան, մտահոգություններ կան, կամ եթե օրինակ լիներ փողոցային պայքար, արդյոք դա իրենց կաշկանդելու էր։ Ես կարծում եմ նույն դատական գործընթացի վրա ազդելու համար կամ որոշումներ կայացնելու համար, այսինքն նույն իրավապաշտպանները, նույն իրավական համակարգը ամբողջապես, եթե տեսներ փողոցում գուցե գործողություններ, ավելի այդպես երկար մտածեին որոշումներ կայացնելիս, բայց այս հանգիստ իրավիճակը թույլ է տալիս ավելի համարձակագործել նրանց համար։ Նախ կարծում եմ, այսինքն նրանք չեն տեսնում այդ իշխանափոխության հոտը, որ կարող է գալ երկրից, այսինքն սա չի ազդում նրանց որոշումների վրա, կարծում եք։ Տեսեք, իրենք կարող են ստանալ տարբեր տեղերից ազդակներ, այդ թվում նաև արտաքին, որ ունեն լիարժեք աջակցություն իրենց իշխանությունը պահելու եւ վերարտադրվելու։ Միևնույն ժամանակ հասարակության ներսում process-ները ցույց են տալիս նաև հասարակական լայն դժգոհությունը, իսկ դա անխուսափելի է, դա մենք տեսնում ենք հողի վրա դրսում յուրաքանչյուր քաղաքացու հետ զրուցելուց, մեր ծանոթների ընկերների շրջանում, մեր, այսպես ասած, անգլերենով bubble-ից դուրս այլ ուրեմն միջավայրներում, որ այդ դժգոհությունը կա եւ ինչ որ պահի հախուռ ձևով կարող է պայթել։ Իշխանությունը միշտ վախենում է իր լծակները, իր իշխանությունը կորցնելուց եւ ունի վախենալու առիթ, որովհետեւ թույլ է տվել աններելի եւ ես նույնիսկ այսպես համարձակ ձևակերպամ կասեի հակապետական քայլեր։ Հայաստանի Հանրապետության տարածքների օկուպացիան թույլ տալ, որ օկուպացվի այլ պետության կողմից, դա արդեն իսկ
այս իշխանության թիվ 1 տապալումն է, ես չեմ խոսում Բայց նույն համարձակությունն սոցիալական, առողջապահական ոլորտի, տնտեսական ոլորտի մի շարք տապալումների մասին, ինչքան էլ իրենք այսպես գեղեցիկ լայվերով, տարբեր ակցիաներով էլի տպավորություն ստեղծեն, որ ամեն ինչ լավ է, հեսա տնտեսական զարգացումը բոլորի դուռը թակում է, ոչ։ Տեսեք, աղքատությունը չի նվազում, բազմաթիվ սոցիալական խնդիրներ կան, սկսած կրթականից մինչև էլի նորից տնտեսական ոլորտի մի շարք աներելի բացթողումներ, իրենք այդ մտավախություններ ունեն։ Հետևաբար նաև ձեռնարկում են համապատասխան ուղղությամբ քայլեր։ Օրինակ ազգային ժողովում մենք վերջերս տեսանք, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը այսպես ժողովրդավարական, ինչ-որ կեղծ ժողովրդավարական ներկուսակցական ժողովրդավարական process-ներ կազմակերպելով հնարավորություն ընձեռեց տարբեր մարդկանց ինքնաառաջադրվելու ապագայում որպես падգամավորների թեկնածու։ Սա արդեն իսկ խոսում է նրա մասին, որ ինքը մտավախություն ունի իր ներկայիս, այսինքն պաշտոնյաների շրջանում նվիրվածության եւ անվերապահ աջակցության առումով եւ սկսում է արդեն խմբագրել, ճակերտավոր ասած, նոր դեմքեր, նոր ավելի կառավարելի դեմքեր հավաքագրել, ովքեր եթե հիմիկվա ազգային ժողովը իշխանական մեծամասնությունը համարվում է մեր քաղաքացիների կողմից պարզապես կոճակ սեղմով, այն ժամանակ ավելի շատ կոճակ սեղմող են դառնալու։ Այսինքն ինքը ամեն քայլ ձեռնարկում է, որպեսզի ապահովագրի իր իշխանության վերարտադրություն։ Այո, վերահսկելի դարձնի բոլորին։ Մենք տեսնում ենք նաև փոխնախարարների շրջանում հրաժարականներ, սա եւս մեկ ցուցիչ է, որ ամեն դեպքում մտավախություններ ունեն եւ թեր վստահություն։ Բայց ամեն դեպքում դա իրենց չի կաշկանդում գործողությունների դիմել, մասնավորապես եկեղեցու հետ կապված, իմանալով, որ եկեղեցին մեծ հանրային աջակցություն ունի եւ նույնիսկ այն մարդիկ, ովքեր իշխանությանը աջակցում են, ընկալելի չի եւ ընդունելի չի շատ քայլեր, որ արվում է։ Նույնիսկ մենք դա հարցումների ժամանակ ենք տեսնում, որ մարդիկ արտահայտվում են կամ եկեղեցի գնացող մարդկանց երբ հարցնում ես պատարագին, որին Փաշինյանը մասնակցում, իրանք չեն իմացել եւ գնում են եւ ասում են, որ ընդունելի չի իրենց համար։ Այսինքն կա նաեւ այնպիսի մարդիկ, որ Փաշինյանի աջակիցն են, բայց ընդունելի չի այն ինչ որ եկեղեցու հանդեպ արվում է, բայց սա իրենց չի կաշկանդում, չի մտահոգում, որ իրենք կարող են ընտրազանգված կորցնել։ Նայեք, պատկերացրեք մի իրավիճակ, որ հանրային հակազդեցությունը այնքան մեծանա, որը ազդեցիկ ուժ լինի Փաշինյանի հետագա քայլերը կասեցնելու ուղղությամբ։ Փաշինյանը այս տասնյակ տարիների ընթացքում ապացուցել է, որ ինքը այն մարդն է, ով պատրաստ է մինչև վերջ գնալ, հատկապես սկսած 2018 թվականի իշխանության հանձնումից եւ փոխանցումից այսօրվա վարչակարգին։ Միևնույնն է ինքը հետ չի կանգնելու այդ process-ներից, որովհետև սկսել է մի այնպիսի կործանարար քանդող ուրեմն process, որը կասեցնելը իշխանության կողմից նշանակելու է անվերապահ տապալում իր գոնե թե աջակիցների շրջանում ստեղծած տպավորությունների։ Ինչ պիտի ասի սեփական աջակիցներին, գիտեք ինչ է սխալվեցի, իհարկե ոչ, նա ամեն դեպքում մինչև վերջ գնալու է։ Եվ ի վերջո, իշխանությունն իրենք ունեն բավարար ռեսուրսներ եւ վարչական, եւ մարդկային, եւ պետական բազում բազմաթիվ միջոցներ, որոնք կարող են ուղղել իրենց ուզած գոնե թե գործընթացը ապահովելու համար։ Ինչ արդյունք կլինի, դա արդեն կախված է հանրային մեծ նորից մոբիլիզացիայից։ Այդ մոբիլիզացիան չեմ պատկերացնում ինչ ձևով կարող է արտահայտվել, գիտեք, հնարավոր է մի այնպիսի քայլ արվի, որը կարող է այսպես կայծ հանդիսանալ ու ամբողջ ժողովրդին դուրս բերի, բայց միևնույն ժամանակ այդ հասարակության հետ սկսած քարոզչականից մինչև էլի դեմարդեմ աշխատանք տանել այնուամենայնիվ պետք է։ Մենք չենք կարող նստել եւ սպասել, ասել, այ հեսա Փաշինյանը մի այնպիսի քայլ կանի, որը կխթանի այդ հոտ զանգվածներին։ Հակառակը, նույնիսկ Կալիևը խոսել է, որ խաղաղության պայմանագիրը կարող է միջև ընտրություններ կնքվել։ Եվ սա կարող է աշխատել Փաշինյանի օգտին, ժողովրդին ասել, տեսակ, որ ես ասում եմ խաղաղության պայմանագիր ենք կնքելու, մենք կնքեցինք դա։ Դա ըստ էության այսօրվա գործող ռեժիմի թիվ 1 խաղաքարտն է, որովհետև հայ ժողովուրդը հոգնած պատերազմներից այդքան կորուստներ կրած, նա կարողանում է շատ լավ մանիպուլացնել եւ այդ մանիպուլյացիայի միջոցով մեծ հանրային պատկեր ստեղծել, թե իմ ամբողջ հայ ժողովուրդն է ուզում խաղաղությունը։ Չէ կարող գտնել մի մարդ,
հատկապես adekvat, ով խաղաղություն չի ուզում։ Այստեղ այլ հարցը թե այդ խաղաղությունը ինչպես է տարվում, պարտադրվում է թշնամու կողմից, թելադրվում է թշնամու կողմից, ծնկի իջած վիճակում, թե պետությունը եւ ժողովուրդը հանդես է գալիս արժանապատիվ դիրքերից, հենց սրա մասն է, որ մենք պետք է Եվ խոսենք։ արդյոք այդ խաղաղությունը երկարատև կլինի, թե մինչև ընտրություններ կամ որոշ ժամանակ մինչև իրենց ուզածին հասնեն։ Իհարկե, առնվազն միակ երաշխավորված, այսպես պայմանական երաշխավորված շրջանը դա մինչև ընտրությունները ժամանակահատվածն է, քանի արտաքին այս ուժերը, մասնավորապես թուրք-ադրբեջանական տանդեմը կարող են հավակնել իրենց համար ցանկալի արդյունք, այսինքն Հայաստանի գործող իշխանության վերարտադրությունը, դրանից հետո արդյոք այդ խաղաղությունը կարող է ձգվել, խիստ կասկածելի է եւ որևէ երաշխիք չկա, որովհետեւ ելի կախված իրենց ցանկությունից, արդյոք օրվա իշխանությունը կամք կունենա շարունակելու սկսված process-ը, ինչը ենթադրում է Հայաստանի Հանրապետության առնվազն տնտեսական էքսպանսիան, ինչը մենք տեսնում ենք Թուրքիայի կողմից Վրաստանի նկատմամբ, իսկ Հայաստանում դա ավելի ընդգծված եւ ավելի ագրեսիվ ձևով է արվելու։ Ամեն դեպքում Ալիևը խոսում է, որ խաղաղություն է հաստատվել, պատերազմի էջը փակվել է Հայաստանի հետ։ Նա միևնույն ժամանակ Ալիևը այդ նույն հայտարարությունները այսօր անելով վաղը չի զլանում եւ բացարձակ կաշկանդվածություն չի ցուցաբերում, հակառակ պնդումներ է անելու, նաեւ ուղիղ ձևով հայ հանրությանը ու նաև Հայաստանի իշխանությանը ասելու, որ պետք է սահմանադրությունը փոխես, այսինքն սա բացահայտ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը հարված է եւ Հայաստանի ներքին գործերին միջամտությունը, ել ոնց է լինում այդ միջամտությունը։ Մինչդեռ իշխանությունը խոսում է, որ մենք ավելի ինքնիշխան, քան այսօր ենք, չի եղել։ Որն է այդ ինչ ձևով է այդ ինքնիշխանությունը արտահայտված Հայաստանի Հանրապետության տարածքների կորստով, երբ Գորիսկապան ճանապարհահատվածին ադրբեջանական զինված ուժեր են նստած, թե այն հատվածներով, որտեղ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Սյունիքի մարզի մասն է խոսքը վախելով են անցնում, որ հանկարծ ադրբեջանական ինչ-որ դիրքերից, որ ավելի բարձր են, իրենց վրա չկրակեն, թե հնարավոր ներխուժումներից։ Եվ ի վերջո, տեսեք, ինքնիշխանությունը դա այսինքն միայն բառ չէ, հա, դա կեցվածք է, դիրքորոշում է, արտաքին հարաբերություններն են արտաքին աշխարհի հետ, երբ դու կարողանում ես քո ազգային պետական շահը հստակ ձևով ներկայացնել եւ բանակցությունների միջոցով ստանալ քեզ համար ցանկալի արդյունքներ, ոչ թե զիջումներ։ Ինչը անում է այսօրվա իշխանությունը։ Մենք այսօր միայն զիջում ենք եւ դա բացարձակ ինքնիշխանության մասին չէ։ Իսկ այն ինչ որ կատարվում է ԿՊ-ում, նույն այդ վարչաբենդը, որ կազմակերպվեց, համերգը, միջոցառումը, հետո սոցիալական ցանցերում սրտիկներ ուղարկել է միմյանց, այս ամեն ինչը ուղղակի արվող քայլեր չեն։ Քարոզչության մի մաս է, հասարակության վրա նաեւ ներազդելու, ցույց տալու, որ ամեն ինչ այնքան վատ չէ, ինչպես ընդդիմությունն է ասում, խաղաղություն է հաստատվում, մենք սիրում ենք ձեզ, ձեր մասին ենք մտածում։ Ինչ ազդեցություն է ունենում։ Տեսեք, նման օրինակ քայլերը, դրանք տեխնոլոգիական հնարքներ են, որի հաճախորդը եւ օգտագործողը, անգլերենով ասած user-ը, միայն ու միայն օրվա ռեժիմի աջակիցներն են, ուրիշ ոչ ոք։ Այսօրվա իշխանությունը ունի իր հստակ էլեկտորալ զանգված, այսինքն չի կարող պայմանական քաղաքական ընդդիմադիր ուժերի աջակիցների ինչ-որ մարդիկ կամ ինչ-որ զանգված, նման օրինակ տեխնոլոգիական հնարքների, այսպես ասած, կուտը ուտեն եւ սկսեն վարչապետին կամ նրա թիմին աջակցել։ Անհնար է դա։ Սա կերակուր է սեփական էլեկտորալ զանգվածի համար, միևնույն ժամանակ ինչ-որ մի սեգմենտ էլ տարվելով այդ հնարքներով պարզապես սկսում է զվարճ անալ սոցիալական ցանցերում։ Մենք այս մասը քննարկումները նաև երիտասարդությունն է, որովհետև Փաշինյանը այս ուրախ տրամադրություններով, ֆեստիվալներով, այս վարչաբենդը եւ այլն ամեն ինչը կազմակերպեց նաև երիտասարդությանը ընդգրկելու համար, քանի որ նա տեսնում է, որ երիտասարդները քիչ են, հիմնականում մեծահասակներն են Փաշինյանի աջակիցները, նաև մարզերում բնակվող, որոնք շատ բաներից տեղյակ չեն, իսկ երիտասարդությունը հետաքրքիր չի եւ փորձում է այս կերպ հետաքրքրություն առաջացնել, իր կողմը քաշել։ Գիտեք, այո, ցանկացած ուրեմն միջոցառում, այդ թվում նաև ֆեստիվալներ եւ ֆեստիվալներ իշխանության կամ պետական միջոցներով կարող են կազմակերպվել, որտեղ կներգրավեն նաև երիտասարդական սեգմենտը եւ դա նորմալ է։ Երիտասարդները կգնան, կմասնակցեն, բայց դա չի նշանակում, որ նրանք աջակցում են
Նիկոլ Փաշինյանի կամ կընտրեն կառավարմանը նրան։ կամ կընտրեն նրան, այո։ Նորից վերադառնալով սոցիոլոգիական հարցումներին, պատկերը բոլորովին այլ է։ Երիտասարդությունը չի աջակցում Նիկոլ Փաշինյանին։ Գտեք այնպիսի, ուրեմն, Այն երիտասարդությունը, որը 18 թվականին դրսում այո, պայքարում այնպիսի էր Փաշինյանի սեգմենտի, գալու համար։ որ կարող է դրական արտահայտվել։ Այդ սրտի գրկիկները դեռ չեն նշանակում։ Երիտասարդները կարող են պարզապես TikTok-երի այդ ռիլերը շրջելով, զվարճանալ, մեկը մյուսին ուղարկել, ծիծաղել, դրա վերաբերյալ ինչ որ անեկդոտներ պատմել, զվարճանալ եւ այսքանով վերջանա։ Երիտասարդ սեգմենտը, այսինքն հասարակության մեր երիտասարդ հատվածին չպետք է թերագնահատել։ Փառք Աստծո, մենք այսօր այնպիսի երիտասարդություն ունենք, որ ունակ է տրամաբանելու, վերլուծելու եւ սեփական եզրակացությունները անելու։ Եվ նրանք կարծում եմ առաջիկա հերթական խորհրդանական ընտրություններին իրենց որոշիչ ձայնը կտան ընտրելով վստահ եմ ոչ այս իշխանությանը։ Այստեղ ամենակարևորը, որ քաղաքական ուժերը, ովքեր հայտ են ներկայացնում հակակշիռ ստեղծելու գործող ռեժիմին, օրվա իշխանությանը, կարողանան հնարավորինս adekvat եւ առարկայական քայլեր ու ծրագրեր ներկայացնեն, ինչու ոչ նաև երիտասարդներին ուղղված։ Այսինքն մի հեռանկար, հավանական հեռանկար, որ կստիպի այդ երիտասարդներին մտածել, որ այդ քաղաքական ուժերը իսկապես լուրջ են տրամադրված երիտասարդական քաղաքականությունը վարելու Հայաստանում եւ երիտասարդներին խրախուսելու, որպեսզի շարունակեն ապրել Հայաստանում։ Բոլոր հնարավորությունները, նախադրյալները առնվազն կան, մնում է ստեղծեն պայմանները, ինչպես դա արդեն ցույց կտան խորհրդանական հերթական ընտրությունները։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Զրուցում էի Հայ-Ակվե ազգային քաղաքացիական միավորման վարչության անդամ Աննա Կոստանյանի հետ։ Շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։